Ազգային ժողովրդական բևեռը նախընտրական քարոզարշավի ընթացքում եղել է Վանաձորում, շրջել փողոցներում և կոչ արել վանաձորցիներին քվեարկել իրենց օգտին ինքնիշխան Հայաստան ունենալու համար։ Ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանը հայտարարել է, տարիներ շարունակ եղել են պայքարի դաշտում, ծավալել են բուռն քաղաքական գործունեություն և այն եզակի քաղաքական ուժերից են, որ պաշտպան են կանգնել հայ առաքելական եկեղեցուն։ Հայաստանի շահերը պաշտպանել ենք չխնայելով մեր կյանքը, առողջությունն ու ազատությունը, ասել է Կարապետյանը։ Նախ Հայաստանի Հանրապետության համար ռեալ անվտանգության բանաձևը ունենք, դա ունի ռեալ անուն ազգանուն, առաջարկում ենք ռազմաքաղաքական դաշինք ԱՄՆ-ի հետ, ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ է կոչվում, ունենք ազգ բանակ համապարփակ պաշտպանական համակարգը ներդնելու հնարավորություն, իր մեջ ներառում է շվեյցարական մոդելի տիպի պաշտպանական համակարգ, տնտեսական բազմաթիվ ծրագրեր ունենք, եթե խոսքը վերաբերվի արդյունաբերական, էներգետիկ անվտանգության, ատոմակայանի հարցով մենք էլի այլընտրանք ունենք առաջարկելու, եթե որևէ կերպ հրաժարվեն ներկայիս ատոմակայանը սպասարկելու, մենք առաջարկում ենք կանադական կանդու դյուպիկ պրոցեսորով աշխատող ռեակտորներ, որը ավելի անվտանգ է, այսինքն հարստացված ուրանով չի աշխատում և այդ թափոնները իր համար ևս վառելիք են և մի խոսքով էներգետիկ անվտանգության մասով մենք էլի առաջարկներ, մի խոսքով այլընտրանքային բազմաթիվ ծրագրեր ունենք, բայց եկեք խոստովանենք, որ այժմ Հայաստանին անհանգստացնող միակ խնդիրը դա անվտանգություն է, որովհետև որևէ սոցիալական ծրագիր ինքը երկարաժամկետ չի կարող ունենալ, չի կարող երկար կյանք ունենալ, եթե երկիրը վտանգված է և անվտանգությունը գտնվում է շատ խարխուլ հիմքերի վրա։